Սահմանադրական հանրաքվեի օրը ընտրախախտումների մասին տեսանյութերի պակաս չզգացվեց։ Դրանցից որոշներում էլ օրինախախտի դերում ընտրական հանձնաժողովների անդամ մանկավարժներն էին։ Արդյոք պետք է մանկավարժներին ներգրավել քաղաքական գործընթացներում։ Հանձնաժողովի անդամ լինելու համար այնպես սահմանափակում դրված չի, որ կարող է ուսուցիչը չլինել, խանութի աշխատողը կարող է լինել, մանկապարտեզի դաստիարակը կարող է լինել, նորմալ քաղաքացիներ են, որոնք կարող են նաև ընդգրկված լինել։ Տիկին Ռոզանան իր իսկ ղեկավարած դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասի քարտուղարն է եղել։ Այստեղ հանրաքվեի օրը լրագրողի են դուրս հրավիրել ընտրատեղամասից։ Լրագրողներին եթե խանգարել են, կա ձև, կա կարգ։ Գրիր հատուկ կարծիք, արձանագրություն կազմիր։ Իսկ նրա ինչպես պետք է վարվի այն ծնողը, ում երեխայի ուսուցչի լուսանկարը մյուս ընտրագեղծարանների կողքին հայտնվում է համացանցում։ Ուսուցիչն էլ մի մարդ է, քաղաքացի է, որ կարող է եւ խախտի եւ չխախտի։ Դե ծնողը ինչպես պիտի վարվի նման ուսուցչի դեմ, որ այդպես է արվել, դուք հիմա նորից եմ ասում մանիպուլյացիայի եք ենթարկում։ Երեխաներին եւ ծնողներին, քաղաքացիներին տրամադրում եք էլի ուսուցիչների դեմ։ 114 դպրոցի ուսուցչուհի Գոհար Հակոբյանն, ով ընդգրկված է եղել ընտրական հանձնաժողովի կազմում, չի կարողանում ընդունել, որ մանկավարժները կարող են մասնակից լինել օրինախախտումների։ Հնարավոր չի նման բան։ Մինչդեռ աշակերտներն այդքան էլ ոգևորված չեն իրենց ուսուցիչներին տեսնել քաղաքական պրոցեսներում։ Դե հաստատ կիմանամ, որ այդ ամեն ինչը իրենց տիպողաբար են անում։ Կոնկրետ դպրոցում ինձ դուր չի գալիս, որ խառնվում են ու դասի ընթացքում դրա մասին են խոսում։ Այս հարցի վերաբերյալ միանշանակ է նաև երևանցիների տեսակետը։ Չէ պետք է էլի այդ գործին մասնակցի։ Ուսուցիչի որպես ինչ մասնակցի։ Այդ գործին պիտի մասնակցի մենակ քաղաքական զբաղվող մարդիկ։ Ուսուցիչները ճիշտ կլինի, որ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ պարզապես դաստիարակեն երիտասարդության աշակերտներին։ Քաղաքացիները պատրաստ են կտրուկ միջոցներ ձեռք առնել, երբ իմանան, որ իրենց երեխաներին կրթում են օրինախախտ մանկավարժներ։ Այդ երեխաները դες կանեն տանել։ Դա պետք է արդեն անհանգստացնի նրանց, ովքեր որ բուն պատասխանատու են երկրում ամեն ինչի օրինականության համար։ Բայց ուսուցիչը ինչ գործ ունի, ընտրախախտում անի, չանի։ Եթե խառնվում է, ուրեմն դադարում է ուսուցիչ լինելուց։